Վերջին օրերին ակտիվ քննարկվում է փոքր եւ սահմանամերձ բնակավայրերի դպրոցների հնարավոր օպտիմալացման թեման, հնչում է մտահոգություններ, որ կրթական ցանցի փոփոխությունը կարող է ազդել ոչ միայն կրթական հասանելիության, այլև համայնքների ապագայի վրա։ Թեմայի շուրջ զրուցում ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Սոցցանցում այս թեման մեծ աղմուկ է հանել, որքանով է այս քննարկումները, որքանով են չափազանցված եւ արդյոք իրականում կանգնած ենք գյուղական դպրոցները կորցնելու վտանգի առջև։ Տեսեք, այս խնդիրը վաղուց կա, ես ասեմ, որ մոտավորապես 25-26 տարի առաջ օրակարգում կար Հայաստանում փոքր գյուղերի դպրոցները միավորելու եւ երեխաներին ավտոբուսներով տեղաշարժելու խնդիրը, բայց այն ժամանակ կառավարությունը չհամաձայնեց, մտածելով, որ Արցախով պայմանավորված կարևոր է, որ այդ գյուղերում մարդիկ ապրեն։ Հիմա խնդիրը այն է, որ այս 35 տարիների ընթացքում մեր գյուղերը շարունակաբար դատարկվում են, աշակերտների թիվը էապես նվազում է եւ անընդհատ նաեւ միջազգային կազմակերպություններն էլ տարբեր հետազոտություններ են անում, պնդելով, որ Հայաստանում դպրոցների եւ համալսարանների թիվը շատ է։ Տեսեք, խորհրդային տարիներին Հայաստանում կար 600,000 աշակերտ եւ 1400 դպրոց։ Հիմա ունենք 420,000 եւ ելի 1400 դպրոց, ճիշտ է, մի շարք պետական դպրոցներ փակվել են, բայց 45 ոչ պետական դպրոց է բացվել։ Եվ այդ քննարկումը նույնը համալսարանների դեպքում Հայաստանում կա մոտավորապես 70,000 ուսանող եւ ունենք 23 պետական բու եւ ընդհանուր մոտ 50 համալսարան, ընդամենը 70,000 ուսանողի համար։ Դրա համար տարբեր հետազոտությունների շրջանակներում միջազգային կազմակերպությունները առաջարկում էին, որ սա էֆեկտիվ չէ։ Այսինքն շատ են կրթական հաստատությունները։ Այսինքն տեսեք 70,000 ուսանողը Ամերիկայի 2 համալսարանի ուսանողի չափ է։ Մենք 70,000-ի համար ունենք 50 համալսարան։ Բայց այնպես չէ, որ ես շատ համաձայն եմ այդ գնահատականների հետ, որովհետև այդ էֆեկտիվության կոչվող գաղափարի իմաստը այն է, որ իրանք փորձում են կրթությունը կառավարել բիզնեսի տրամաբանությամբ։ Էֆեկտիվությունը բիզնեսում է շատ կարևոր, բայց կրթության ոլորտում միշտ չէ, որ այդպես է։ Հիմա այս դպրոցների միավորման խնդիրը ես եթե այդպես ձևակերպեմ, ես մտածում եմ, որ սա այն գինն է, որը Հայաստանը վճարում է 35 տարի գյուղերի դատարկման համար։ Ըստ էության սա կրթական բարեփոխում է, թե ռիսկային փորձարկում։ Ռիսկեր շատ կան այստեղ, որովհետև օրինակի համար պարզ է, որ երեխաները տեղափոխվելու են հարևան գյուղեր ու բնական է, որ շատ ընտանիքներ անհարմարություն են զգալու, օրինակ պատկերացրեք երեխան գնաց դպրոց, առաջին դասարան եւ վատ է զգում, ինչպես պետքա ինքը հետ գա տուն։ Սա խնդիր է ստեղծելու անհարմարություններ եւ որոշ ծնողներ մտածելու են տեղափոխվել գյուղեր, մեծ գյուղեր, քաղաքներ, մարզկենտրոններ, Երևան։ Այսինքն արտագաղթ կսկսվի գյուղերից։ Դա կա, այնպես չի, որ դա չկար։ Այո, 35 տարի այդ գյուղերը դատարկվել են։ Այսօր մենք ունենք դպրոցներ, որտեղ կա 1 աշակերտ, 2 աշակերտ, 5 աշակերտ։ Եվ իհարկե այստեղ ռիսկը դա է, որ նաև մարդիկ աշխատանք են կորցնելու, ոչ բոլորը, մի մասը կտեղավորվեն հարևան գյուղերում։ Իսկ կրթական որակի վրա ինչպես կանդրադառնա։ Կրթության որակի տեսանկյունից կա հնարավորություն, եւ կարծում եմ սա նախարարության ուժեղ կետն է, կա հնարավորություն որակը բարելավելու, ինչու, որովհետեւ այն դպրոցները, որոնք մենք այսօր ունենք, սովորում են 1 աշակերտ դասարանում, 2, 3, 4, այդպիսի պայմաններում հնարավոր չէ կրթության որակ ապահովել։ Եվ սա նախարարության ռեֆորմի ուժեղ կետն է, որովհետև ակնհայտ է, որ որպեսզի նորմալ կրթական process լինի, դասարանում գոնե մի 5-6 աշակերտ պետք է լինի։ Դրանից պակասը արդեն լուրջ սոցիալականացման խնդիր է, ուսուցիչների խնդիր է, շենքային խնդիրներ է, եւ այսօր այդ դպրոցների շատերում ոչ նորմալ ֆիզկուլտուրա են անում, ոչ նորմալ դահլիճներ ունեն, ոչ նորմալ պայմաններ ունեն։ Եվ այստեղ նախարարության ուժեղ կետը դա է, որ կարողանան, ասենք, երեխաներին ապահովել
դահլիճներով, արտադպրոցական խմբակներով, եթե հնարավորությունը այս շատ ուժեղ կետ կարող է լինել, եթե երեխաները կարողանան սպորտի հաճախել, արվեստի, որ հիմա չունեն այդ հնարավորությունը։ Տեսեք, իսկ եթե փոքր համայնքից գյուղը դպրոցը վերանա, գյուղը երկարաժամկետ հեռանկար ապագա ունի, թե ոչ այս դեպքում։ Միանշանակ ոչ։ Այսինքն մենք գյուղական համայնքները կորցնենք։ Այո, այս ծրագրի մեծագույն ռիսկը սա է, որ այն գյուղերը, որոնք դանդաղ թեկուզ դատարկվում էին, այս ռեֆորմից հետո այդ գյուղերի դատարկումը ավելի կարագանա։ Չեմ ասում ամբողջությամբ, բայց կարագանա, որովհետև բոլոր այն ծնողները։ Իսկ դա մեզ պետք է, հատկապես նոր աշխարհակաղակական իրողությունները հաշվի առնելով։ Իհարկե պետք չէ, բայց հակառակ քաղաքականությունն էլ չկա, այսինքն մենք ոչինչ չենք անում այդ գյուղերը վերաբնակեցնելու համար։ Ես ձեզ մի հետաքրքիր բան ասեմ, որը իմ պես դաշտային դիտարկումներում եմ բացահայտել։ Այսօր Հայաստանի փոքր կտրված հեռավոր գյուղերում 25-ից 40 տարեկան հսկայական թվով չամուսնացած տղամարդիկ կան։ Հսկայական թվով այդ գյուղի համար։ Օրինակ ասենք փոքր գյուղը 30-40 աշակերտ ունեն եւ գյուղում կա 30 տղամարդ 25-ից 40 տարեկան չամուսնացած։ Ինչու՞։ Որովհետեւ աղջիկները լավ են սովորում, գնում են մարզկենտրոններ, Երևան, մեծ գյուղեր, եւ երբ որ տղաները բանակից վերադառնում են, գյուղում էլ աղջիկ չկա, որ ամուսնանան։ Հարևան գյուղերից էլ չեն գալիս, որտեղ այդ գյուղերը կտրված են, փոքր են, անհարմար են։ Հիմա պատկերացրեք մենք դպրոցն էլ հանենք այդ գյուղից, չէ՞, որտեղ գոնե ինչ որ աշխատատեղեր կային եւ կանայք կարող էին նաեւ աշխատել այդ դպրոցներում ուսուցիչ։ Հիմա որ հանում ենք, արդեն այդ գյուղերի վիճակը էլ ավելի կվատանա։ Դա մեր, այսպես ասած, 35 տարվա ձախողումների գինն է։ Մենք չկարողացանք գյուղերը պահել, այդտեղ օբյեկտիվ գործոներ կա, գիտեք, որ կապիտալիստական հասարակությունները սիրում են մեգապոլիսներ, բոլորը գալիս են դեպի Երևան, Գյումրի, Վանաձոր, մեծ քաղաքներ, որտեղ այդտեղ են աշխատատեղեր, այդտեղ է փող վաստակելու հնարավորությունը, ինչու ոչ նաև կրթությունը։ Դուք գիտեք, որ այսօր Հայաստանի մարզերից Սյունիք, Տավուշ, հեռավոր բազմաթիվ երեխաներ գալիս են Երևան ավագ դպրոցում սովորելու համար։ Այդ երեխաները չեն գալիս հեռավոր գյուղերից։ Այդ երեխաները կարող են գալ Մեղրիից, Կապանից, Իջևանից, Բերդից։ Այսինքն կրթության որակի հետևից են գալիս, լավ կրթություն ստանալու համար են գալիս։ Որովհետև Երևանում կան դպրոցներ, որտեղ սովորելու դեպքում բուհ ընդունվելու հավանականությունը մեծանում է 1, եւ գալիս են Երևան, նաեւ այստեղ ավելի լավ կրկնուսույցներ են կարողանում գտնել, որոնք ավելի ծանոթ են այդ թեստերին, եւ այդ ձևով մենք այսօր Երևանում դուք կգտնեք դպրոցներում, հայտնի դպրոցներում, ոչ սովորական, մարզերից եկած բազմաթիվ երեխաներ։ Այսինքն անգամ Կապանը, որը մեր խոշոր կրթական կենտրոններից մեկն է, անգամ Կապանից երեխաներ են գալիս Երևան։ Ոչ թե նպատակային է, որ Կապանի դպրոցները վատն են, այլ ուղղակի այստեղի դպրոցներում հնարավորությունները այլ են։ Ընդունվելու ձևերը ավելի լավ են սովորեցնում։ Ինֆորմացիոն հոսքը մեծ է, ինքնության հնարավորություն կա եւ այլն։ Տեսեք, ազգային կրթության խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանը ասում է, դպրոցը հանեցիր համայնքից, համայնքը փուլ է գալիս։ Կա միջազգային փորձ, որտեղ դպրոցի փակումը հանգեցրել է բնակավայրի, ասենք, դատարկության։ Այո, ես արդեն իմ մտքերի մեջ նշեցի դա, որ միջազգային փորձը կիրառելի է ինչքանով, որ համայնքը չդատարկվի, այլ ինչ մեթոդներ կան, որպեսզի դպրոցը ոչ թե փակվի, այլ ալտերնատիվ միգուցե տարբերակ մշակվի։ Ալտերնատիվ մի ճանապարհ կար, որը նախորդ կառավարությունը ուներ 2017 թվականին։ Որն է։ Եվ ես դրան շատ կողմ էի։ Նախորդ կառավարությունը առաջարկում էր բոլոր գյուղերում պահել մինչև 1-ից 4 դասարանի դպրոցներ, դրանք դարձնել խոշոր գյուղի դպրոցի մասնաճյուղ, այդ փոքր գյուղում պահել 1-2 ուսուցիչ եւ 4 դասարանից հետո նոր այդ երեխաները տեղափոխվում էին խոշոր գյուղ։ Այս մոտեցումը ինչով էր լավ, որովհետեւ հիմա այս տեղաշարժի խնդիրը հատկապես ռիսկային է փոքր երեխաների համար։ Առաջին դասարան, նախ այդ երեխաները շուտ են ավարտելու դասերը, մենք ինչ ենք անելու, իրենց հետ ենք վերելու,
ինչպես է կազմակերպվելու ծնողների գնալ գալը հարևան գյուղ, ով է, ասենք, ծնողը տարվա մեջ մի քանի անգամ գնում է ծնողական ժողով, երեխայի միջոցառումներին, երեխան վատ է զգում, պետք է հասնի դպրոց, ով է այս ամեն ինչը անելու։ Այս դրա համար լավ կլիներ, որ գյուղում ինչ որ մի բան մնար, եւ սա շատ ծախսատար բան էլ չէր։ Միգուցե նորագույն տեխնոլոգիաները օգտագործել եւ պահել գյուղի դպրոցը, նկատի ունեմ հեռավար կրթությունը կամ միանշանակ ոչ։ Դպրոցական կրթության պարագայում հեռավար կրթությունը չի աշխատում։ Պետք է ուղիղ շփում ուսուցիչ աշակերտ եւ կարծում եմ, որ լավագույն լուծումը, որ մենք կարող ենք գտնել, դա նախկին լուծումն էր, պահել մասնաճյուղ։ Գիտեք ինչու է դա գյուղի համար կարևոր, որովհետեւ ամեն դեպքում գյուղում պետք է օրինակ լինի սեպտեմբերի 1, Այբենարանի հանդես, այո, դպրոցը գյուղի մասն է, գյուղի մշակույթն է, գյուղի համալսարանն է, այսպես ասենք։ Բայց եթե մենք հանում ենք դա գյուղից, պարզ է, որ արդեն դպրոցը գյուղը ծանր հարված է ստանում։ Եվ մենք պետքա նաև դրա համար եմ ես ասում, այս ռեֆորմով մենք գին ենք վճարում։ Մենք եթե այլ բան էինք ուզում, պետքա շուտ մտածեինք։ Հիմա ըստ խոսակցությունների, սոցցանցային քննարկումների, փակվող դպրոցների գերակշիռ մասը լինելու է սահմանամերձ դպրոց գյուղերում, համայնքներում։ Ինչ հիմքով է որոշվել, որ սա հենց սահմանամերձ գյուղերի դպրոցները պետք է փակվեն։ Ինչու՞։ Որովհետև այդտեղ են շատ փոքր դպրոցներ, գիտեք, անվտանգային հարցերով պայմանավորված մարդիկ հատկապես արտագաղթել են սահմանամերձ գյուղերից, որովհետև եղել է անապահով, այդտեղ կրակոցներ են եղել եւ այլն, եւ մարդիկ առաջնահերթ այդ գյուղերից շատ արտագաղթ է եղել։ Որ սահմանապահ գյուղը զինվորին հավասար սահման է պահում։ Դա իրոք մտահոգիչ բան է, որովհետև Հայաստանը Էստոնիա չէ եւ մենք ունենք այդ անվտանգային խնդիրները։ Եվ երբ որ 2000 թվականին կառավարությունը մերժեց այդ առաջարկը, որը հիմա իրականացվում է, դրա պատճառներից մեկը հենց դա էր, որ մենք ունենք Արցախի խնդիր եւ կարեւոր է, որ այդ գյուղերը, որոնք Արցախի հենարանն են, մնան, դպրոցները մնան։ Բայց իհարկե ըստ էության արտագաղթը շարունակվեց, հիմա եթե դպրոցները փակենք, էլ ավելի կմեծանա արտագաղթը, թեև այնտեղ գյուղեր կան, որ չգիտեմ, 1-2 աշակերտ ունեն ամբողջ համայնքում, արդեն իսկ կորցրել ենք մենք այդ գյուղերը, կարելի ասել։ Ձեր գնահատմամբ Հայաստանում կրթական բարեփոխումները բավարար չափով հանրային քննարկում անցնում են։ Ոչ, ես օրինակ շատ ցավ եմ ապրում, որ այս բանավեճը նախարարի եւ կրթության ազգային խորհրդի միջև տեղի ունենում Facebook-ում։ Լավ կլիներ, որ նախարարությունը այս հարցերի շուրջ կազմակերպեր լայն հանրային քննարկում եւ այդ քննարկումներին հրավիրվեին նաեւ մարդիկ, որոնք քննադատում են նախարարությանը։ Ես չեմ բացառում, որ եղել են քննարկումներ, բայց որպես կանոն քննարկումներին հրավիրվում են այն մարդիկ, որոնք ավելի այսպես կամ չեն քննադատում, կամ մեղմ են ավելի եւ այլն քննադատում եւ այն երկխոսությունը, որ կարող էր տեղի ունել դեմ առ դեմ, տեղի ունենում սոցիալական ցանցերում եւ ուշացած, այսինքն այս թեման վաղուց կար 2023-24 թվականից կար եւ կար ժամանակ Չգիտես ինչու վերջին օրերին ակտիվացել է, աշուժացել է եւ դա իհարկե իր պատճառները ունի, նախընտրական շրջան ենք մենք մտնում եւ բնականաբար նաև թեման քաղաքականացվում է, դա բնական է, բայց կար ավելի հանգիստ ժամանակ, դա ասենք 2024 թվականին կարելի էր քննարկել այս հարցերը, երբ որ ընտրություններ չկային, կարելի էր մասնագիտորեն քննարկել, կարելի էր նախորդ փորձերը լսել, բայց չի արվում, հա, եւ այստեղ նաև մեծ ծավալի աշխատանք պետք է անել համայնքների հետ, որովհետեւ մարդկանց էլ պիտի համոզես, որ ես քո դպրոցը միավորում եմ մեկ այլ դպրոցի, որովհետեւ այդ մյուս դպրոցում ես քո երեխային տալու եմ մարզադահլիճ,
խմբակներ, քո երեխան այս 10 հոգանոց դպրոցում խմբակի չէր գնում, այնտեղ կգնա։ Բայց իհարկե նախարարությունը այդ պայմանները պետք է ստեղծի։ Ինչ սկզբունքով պետք է որոշվի դպրոցը պահպանել, թե օպտիմալացնել։ Այդ դա շատ հետաքրքիր ու բարդ հարց է։ Օրինակ ես ասեմ, ես ճանաչում եմ մի դպրոց, գիտեմ մի դպրոց, որը այս միավորվող դպրոցների ցանկում է, եւ շատ լավ դպրոց է այդ դպրոցը, ու ասում են, որ այն հանգամանքը, որ այդ դպրոցը կտրված է մյուս գյուղերից, բերել է նրան, որ այս երեխաները շատ սովորող են, այսինքն կտրված լինելով այլ համայնքներից, իրենք չեն ունեցել հնարավորություն գնան կրկնուսույցի մոտ պարապելու, եւ հույսը դրել են իրենց վրա։ Եվ շատ լավ միջավայր է ստեղծվել, եւ հիմա այդ դպրոցն էլ է միավորվում, ու ես շատ ափսոսում եմ, որովհետեւ գիտեք, դպրոցների ու համալսարանների միավորման հարցը այդպես հեշտ հարց չի, մենք երկու սեղան չենք միավորում իրար։ Ամեն դպրոց ունի իր դեմքը, իր դրվածքը, եւ կան դպրոցներ, որոնք ուղղակի ափսոս է միավորելը։ Հիմա ես իհարկե դա նախարարությունը պետք է հատ-հատ դիտարկեր, քանի որ ես տեղյակ չեմ, չգիտեմ որքանով են դիտարկել, որովհետև այո, գուցե սահմանամերձ գյուղերի պարագայում պետք էր այլ մոտեցում ցուցաբերել, ոչ սահմանամերձ, ունենք նաև քաղաքում փակվող դպրոցներ, այդ դպրոցներին այլ մոտեցում։ Հետաքրքիր է, օրինակ արտասահմանում նման հարցը ինչպես են կարգավորում։ Դե տեսեք, օրինակ այն ժամանակ, երբ որ Համաշխարհային բանկը Հայաստանին առաջարկում էր այս դպրոցների օպտիմալացման ծրագիրը, նաև այդ առաջարկը արել են Ռուսաստանը։ Ռուսաստանը ընդունեց եւ իրականացվեց շկոլնի ավտոբուս ծրագիրը, որի շրջանակներում, դա գիտեք, Ռուսաստանում էլ կան փոքր գյուղեր, որտեղ երեխաները շատ քիչ են։ Ռուսաստանը իրականացրեց այդ շկոլնի ավտոբուս ծրագիրը, բայց պարզ է, իրանք այդպես անվտանգային շատ խնդիրներ չունեն ռուսները, մանավանդ այն ժամանակ, եւ իրանց համար արդեն նորմալ էր, որ իրենք որոշ գյուղեր կորցնելու են։ Քանի դեռ որոշում չկա, քանի դեռ փոփոխություն չկա, նախընթաց ծնողները կամ հանրությունը ինչ պետք է անի։ Օրինակ, եթե դպրոցը ունի 60 աշակերտ, օրինակ, եկեք գոնե այդ կրծեր դպրոցը պահենք այդ գյուղի, որովհետև 60 աշակերտը քիչ չի, եւ եկեք գոնե այդ փոքր երեխաներին տրանսպորտային բան չստեղծենք։ Եթե մի լավ դասվար ունենանք, այդ 4 տարվա աշխատանքը կարող է անել։ 5-րդ դասարանից տանենք գոնե։ Սա իմ առաջարկն է, իմ առաջարկը չի, սա նախկինում քննարկված տարբերակ է, որը ներկայումս չի քննարկվել։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ Ցտեսություն։